Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 4-ն է, վերջին շրջանում մի փոքր ուշ ենք անում մեր հաղորդումները, օրվա ընթացքում ենք անում։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Փաշինյանի հայտարարություններին հիմնականում։ Երևի տեղյակ եք, որ Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպմանն էր մասնակցում նաև Նիկոլ Փաշինյանը, տարբեր փորձագետների էին հավաքել տարբեր երկրներից եւ հիմնականում գաղափարը այդ հավաքի, ես որքան հասկացա, Հայաստանի շուրջ այս խաղաղության միջավայրն է, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ կարելի ասել խաղաղության խաչմերուկի ծրագիրը։ Օրբելի կենտրոնը վարչապետին կից վերլուծական կենտրոն է, վարչապետի աշխատակազմի կողմից է այն հիմնականում ղեկավարվում։ Այդ կենտրոնի կողմից կազմակերպված հավաքին էի մասնակցում նաև ես Գառնանը հայ-վարացական փորձագիտական հավաքին, եթե հիշում եք։ Վերջին շրջանում նկատել եմ, որ բավականին ակտիվ է սկսել աշխատել տվյալ կենտրոնը, ինչը բնականաբար շատ լավ է, եւ ինչպես արդեն նշեցի, տարբեր երկրներից տարբեր փորձագետներ էին հրավիրել եւ այնտեղ նաեւ ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի։ Հետաքրքիրը այն էր, որ այս հավաքը համընկավ Ալիևի երեկվա հայտարարությունների հետ։ Հիշում եք, մենք մեր նախորդ հաղորդման մեջ, երեկվա հաղորդման մեջ հստակ անդրադարձել ենք Ալիևի հայտարարություններին, սիրելի հայրենակիցներ, որ ինքը կրկին վերադառնում է կամաց-կամաց կարծես նախորդ իր հրետորաբանությանը եւ հիմա էլ ասում է, որ Սևանածովը ադրբեջանական անվանում ունի, Ադրբեջանի գյուղերը, քաղաքները ադրբեջանական անվանում ունեն եւ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Պետական ծրագիր է փաստացի ինքը իրականացնում եւ հանձնարարում է իրենց գիտնականներին, պատմաբաններին ավելի շատ կեղծել պատմությունը եւ այդ հայտարարությունների ֆոնին մենք հասկանում ենք, թե որքանով Ադրբեջանը եւ կոնկրետ Իլհամ Ալիևը ձգտում է խաղաղության, որքանով է նա իրականում ձգտում խաղաղության։ Նա նաեւ հղում է անում ռուսական ինչ-որ պատմական քարտեզներին։ Ես երեք նաեւ անդրադարձա, որ շատ լավ հրաշալի պատասխան է տվել նրան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ասելով, որ եթե պատմական փնտրտուքներով առաջնորդվենք, ապա կարող է իրենց հայրենիքը սկսեն փնտրել արդեն Ալթայում։ Եվ շատ ճիշտ է, փաստացի նման ձևով է արձագանքել նաեւ Ռուբեն Ռուբինյանը, ազգային ժողովի փոխնախագահը, եւ նա ասում է, որ եթե պատմությանը նայենք, ապա Սևանա լիճը ընդհանրապես կարող է գեղամա ծով անվանվել, իսկ Ադրբեջանը ընդհանրապես կարող է եւ գոյություն չունենա քարտեզի վրա, բայց ինքը ասում է, որ հետ գնալու իմաստ չկա եւ դա է փաստացի մեզ հուշում նաեւ օգոստոսի 8-ի հռչակագիրը, որը որ ստորագրվեց Վաշինգտոնում, այսինքն պատմությամբ Հայաստանի Հանրապետությունը չի առաջնորդվելու։ Փաստացի այդ հարցին է անդրադարձել այսօր նաեւ Նիկոլ Փաշինյանը, սիրելի հայրենակիցներ, քանի որ դա իրոք ամենակարևոր հարցն է։ Ես հստակ հասկանում եմ, որ Փաշինյանը չի ցանկանում սրել իրավիճակը եւ ընդհանրապես Հայաստանի իշխանությունները որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որ հայտարարություններով չպատասխանեն հայտարարություններին եւ ավելի չգրգռեն իրավիճակը, ավելի չբորբոքեն իրավիճակը։ Դրա համար Փաշինյանը ասում է, որ ընդհանրապես ներքին տեղահանվածների, փախստականների վերաբերյալ օրակարգը ինքը համարում է, որ վտանգավոր շատ օրակարգ է, որովհետեւ դա նշանակում է վերադարձ կոնֆլիկտային իրավիճակի։ Եթե պատմությանն ես անընդհատ հղում անում, ապա դա կոնֆլիկտ է բերում, Փաշինյանը փաստացի դա է ասում։ Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանության ու գործողությունների տրամաբանությունը եւ հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղության, ասել է Փաշինյանը։ Ճիշտ ասած, կարելի է կիսել Փաշինյանի մտքերը եւ հասկանալ, թե ինչ է ասում, ու այստեղից նաեւ մենք տեսնում ենք, թե ինչու
նա եւ Հայաստանի իշխանությունները չեն խոսում արցախահայության իրավունքներից, որ արցախահայությունը պետք է հետ դառնա։ Այսինքն տրամաբանությունը հասկանում եմ, այ համաձայն եմ թե չէ այդ տրամաբանության հետ, ամենայն անկեղծությամբ բարդ է ասել, քանի որ շատ երկար է պետք մտածել, շատ երկար է պետք վերլուծել։ Մենք դրանից շահում ենք թե չէ, բայց որ այն կոնֆլիկտի ճանապարհ է եւ այդ ճանապարհով է քայլում Ադրբեջանը, դա փաստ է։ Հայաստանը չի ցանկանում գնալ այդ ճանապարհով։ Հայաստանը ցանկանում է, որ մեկ եւ վեճ խաղաղություն հաստատվի եւ հանուն դրա նաեւ պատրաստ է չխոսել արցախահայության վերադարձից, արցախահայության իրավունքներից։ Սա խնդիր է թե հնարավորություն, լրիվ այլ հարց է, բարդ է, ինձ էլ է բարդ միանշանակ մեկնաբանել, բայց եթե Ալիևը եւ Ադրբեջանը չի առաջնորդվի այդ սկզբունքով եւ ավելի են լկտի անում իրենց հայտարարություններով եւ պահանջներով, կարող է եւ կարիք լինի, որպեսզի Հայաստանը խմբագրի իր մոտեցումը այս հարցի շուրջ։ Հակառակ բառերում կստացվի այնպես, որ մենք արցախահայության տեղահանումից հետո հրաժարվում ենք արցախահայության վերադարձի իրավունքից, այդ պահանջից ու դրա փոխարեն չենք կարող հակազդել ադրբեջանական պահանջին եւ ստացվում է, որ ադրբեջանցիները պահանջ ունեն, իսկ մենք չունենք։ Ես միանշանակ կցանկանայի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվեր կայուն խաղաղություն։ Ես նաեւ համոզված եմ, որ իրոք պատմությամբ հարցերի լուծումը դա ավելի շատ ձեռնտու է մեր շուրջ գտնվող կայսրություններին, քանի որ իրենք են սիրում պատմությանը հղում անել, որպեսզի միշտ լարվածության մեջ պահեն մեր երկրները՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Բայց որքանով Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել այդ լոգիկայից, այդ տրամաբանությունից, ինձ դժվար է ասել, քանի որ իրոք տեսնում ենք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո եւ հեռախոսազրույցից հետո Ալիևը ահա այսպիսի հայտարարություններ է անում եւ հղում է ռուսական պատմական քարտեզներին։ Ճիշտ ասած, ժամանակը ցույց կտա, ամեն ինչ իր տեղը կդնի, թե որ քաղաքականություն ավելի ճիշտ է, բայց մենք պետք է կոնկրետ հիմա միջոցներ ձեռնարկենք, որպեսզի Ալիևի այդ հայտարարությունները, պահանջները կյանքի չկոչվեն։ Մենք նաեւ անկեղծ պետք է մեկ բան խոստովանենք, որ Ալիևի պահանջների, չասեմ բոլորը, պահանջների բավականին մեծ մասը հաճախ ստացվել է այնպես, որ կյանքի է կոչվել եւ դա տեղի է ունեցել մեր թուլության, անկազմակերպվածության, պարակտվածության եւ այլ խնդիրների պատճառով, սիրելի հայրենակիցներ։ Հիմա մենք չպետք է թույլ տանք, որ նույնը տեղի ունենա։ Դրա համար եմ ասում, որ ավելի լավ պետք է մենք վերլուծենք եւ ավելի ուշադիր մոտենանք այս հարցին։ Դատարկ հայտարարություններ եւ կոչեր դրանք չընդունենք։ Սակայն Փաշինյանը խոսել է նաեւ շատ պոզիտիվ հարցերից եւ ասում է, որ Ալիևի հայտարարությունը, որ ապաշրջափակվում է Հայաստանի տարածքը, առաջին շահառում պարզվում է, որ կենտրոնական Ասիայի երկրներն են։ Այսինքն բնականաբար առաջին հերթին Հայաստանը, բայց այդ երկրները եւս շահում են, խոսում է երկար ԵԱՏՄ-ից, թե որքան անձեռնտու էր դարձել ԵԱՏՄ-ի այդ երկրների հետ առևտուրը, քանի որ կոնկրետ ճանապարհ չկար այդ երկրների հետ կապող եւ այդ տարանցիկ ճանապարհն էլ Հայաստանով, Վրաստանով, Ռուսաստանով շատ երկար եւ ծախսատար էր եւ փաստացի Փաշինյանը նաեւ խոստովանում է, որ անիմաստ էր դարձել Հայաստանի ներկայությունը ԵԱՏՄ-ի մեջ եւ այստեղ ասում է, որ սա նոր հնարավորություններ է բացում նաեւ այն երկրները, որոնք որ առաջին հայացքից դժգոհ էին այդ փաստաթղթից, որը որ կնքվեց Վաշինգտոնում, հիմա պարզվում է, որ այդ երկրները կարող է օգտվել եւ արդեն սկսել են օգտվել, հանձնարարել իրենց կառավարություններին։ Խոսքը կոնկրետ Ռուսաստանի մասին է, որը որ հիմա արդեն փորձում է օգտվել այդ ապաշրջափակվող տրանսպորտային կոմունիկացիաներից։ Մենք օրեր առաջ խոսում էինք Օվերչուկի հայտարարությունների մասին, նրա հեռախոսազանգի մասին, Ադրբեջան, այսինքն ինքն էր պատմել, որ այդպես հեռախոսազանգ է տեղի ունեցել, որ Ռուսաստանին եւս թույլ տվելու է կամ թույլ տվել են ադրբեջանցիները ուղղակի այս պահին դեռ այդ ամենը տեղի չի ունեցել, բայց դրական բանակցություններ է ռուսական կողմը ունեցել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը կարողանա բեռներ փոխադրել Հայաստանի Հանրապետություն։
Այսինքն Ռուսաստանը եւս միանշանակ օգտվելու է եւ Հայաստանի վարչապետը ասում է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Իրանը եւս այս ամենից շահելու է Վրաստանը նույնպես, այսինքն բոլորին է ձեռնտու դառնալու ապաշրջափակվող այս ճանապարհները, ապաշրջափակվող տրանսպորտային կոմունիկացիաները եւ ընդհանուր տարածաշրջանում խաղաղությունը եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը շատ մեծ եւ գլոբալ ազդեցություն է ունենալու բազմաթիվ երկրների եւ տարածաշրջանների վրա։ Հիմնականում դա էր ասում Փաշինյանը։ Հարց հնչեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններից, բավականին հետաքրքիր պատասխաներ նա ասաց, որ հրավիրել է Էրդողանին մասնակցելու Հայաստանում եվրոպական քաղաքական համայնքների այդ հավաքին, որը տեղի կունենա 2026 թվականի գարնանը եւ կոռեկտ չի համարում, որ նրա տեղը պատասխանի նախագահին կգա Հայաստաննա թե չէ։ Դա էլ գիտենք, սիրելի հայրենակիցներ, որ նման հրավեր կար, ավելի շուտ ենթադրում էինք եւ հիմա քարիցից օգտվելով կրկին մեկ անգամ հրավիրեց Էրդողանին մասնակցելու այդ կարևոր, չափազանց կարևոր իրադարձությանը, կարևոր հավաքին Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Եվ այդ փորձագետների հետ հանդիպման ընթացքում մեկ կարևոր շատ հայտարարություն եւս հնչեց, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր ապաշրջափակել, ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան այդ ճանապարհը Մարգարայով, Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ նույնպես։ Նա ասում է, որ քաղաքական մակարդակով խնդիր խոչընդոտ չունեն, ինչպես նաև չկա խնդիր Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, այդ թվում երթուղային կապ ապահովելու համար։ Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն է հայտնում Փաշինյանը, որ երկաթուղու կառուցման շուրջ հիմա բանակցություններ են վարում ամերիկյան ընկերությունների հետ, ամերիկյան կողմի հետ։ Օրինակի համար այդ հարցը չեմ հիշում, որ այդպիսի հայտարարություն եղել էր։ Հնարավոր է ես եմ բաց թողել, բայց այս հայտարարությունը ինձ համար նոր էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կոնկրետ երկաթուղու շինարարության մասով եւս բանակցություններ է տանում Հայաստանի իշխանությունը։ Հիմնականում սրանք են սիրելի հայրենակիցներ, այն կարևոր հայտարարությունները, որոնք որ շատ ստեղմ ձևով փորձեցի ներկայացնել այսօրվա մեր հաղորդման մեջ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ անդրադառնալ նաև միջազգային կարևոր իրադարձություններին, փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է սկսում է արդեն բալիստիկ հրթիռների փորձարկումը, ատոմային բալիստիկ հրթիռների օգտագործումը։ Թրամփը հայտարարել էր եւ հիմա արդեն իրենք սկսում են եւ դա տեղի ունենում ի պատասխան Վլադիմիր Պուտինի փորձարկումների եւ Ռուսաստանի փորձարկումների։ Այս ամենում կա նաեւ քաղաքական պատասխան, ավելի ճիշտ աշխարհակաղակական լուրջ պատասխան եւ այնպիսի պատասխան, որ մենք չենք վախենում ձեր փորձարկումներից, ձեր կողմից արվող փորձարկումներին եւ հայտարարություններին մենք այս կերպ ենք պատասխանում։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ ամեն ձևով արդեն պատասխան է տալիս Բայդենի իրոք իշխանության նման չի առաջնորդում։ Պետք է խոստովանել, որ այդպես է։ Դուք էլ եք տեսնում երևի սիրելի հայրենակիցներ, դրանց բացի այդ պատժամիջոցները, որոնք որ մտցնում է հաստատի Դոնալդ Թրամփը, ավելի ազդեցիկ են դառնում եւ ավելի ստիպված այդ պատժամիջոցներին հետևում են Թուրքիան, Չինաստանը նույնիսկ, Հնդկաստանի մասն էլ խոսք չկա, քան հետևում են նույն Բայդենի օրոք։ Խոսքը նավթային ընկերությունների ռուսական նկատմամբ պատժամիջոցների մասին է, Լուկոյլ, Ռոսնեֆտ, այդ ընկերություններն են հիմնականում, եւ նույնիսկ Թուրքիան է արդեն իր գնումները նվազեցրել եւ փորձում է այլ շուկաներ գտնել, նավթի շուկաներ իր համար։ Թուրքիան, կրկնեմ, Չինաստանը, Հնդկաստանը, նույնիսկ Չինաստանի կոմունիստական համակարգը չի կարող հրահանգել չինական ընկերություններին, որպեսզի նրանք ձեռք բերեն ռուսական նավթ, հասկանալով, որ եթե այդ ընկերությունները ընկնեն պատժամիջոցների տակ, ապա մեծ խնդիրներ կունենա իրենց ազատ, բաց տնտեսությունը։ Իսկ գիտեք, Չինաստանը հայտարարում է եւ երկար տարիներ է բավականին հայտարարել է, որ իրենք ունեն բաց տնտեսություն
ի տարբերություն Խորհրդային Միության այդ քաղաքականությունն են որդեգրել եւ դրա շնորհիվ աշխարհի երկրորդ տնտեսությունն են։ Եվ հիմա իրենք փաստացի ստիպված հետևում են ընդհանուր խաղի կանոններին, որը որ մտցրել է Դոնալդ Թրամփը, իսկ ամիսներ անց արդեն այդ ամենը միանշանակ կհարվածի Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը։ Ես այստեղ եմ պատկերացնում իրադարձությունների զարգացումը։ Մենք երեք նաև խոսել ենք Վենեսուելայի մասին, կրկին հիշեցնեմ, որ Վենեսուելայի շուրջ բարդ է իրավիճակը եւ երևի թե Վենեսուելա մտնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, Վենեսուելան շատ հարուստ երկիր է, նավթով հարուստ երկիր է, ինչպես նաև Աֆրիկա կարող է մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգները քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով, այնտեղ եւս շատ նավթ կա, այնտեղ եւս Ռուսաստանը ներկայություն ունի, գիտեք, վագներականները եւ ոչ միայն Ռուսաստանը, Չինաստանը ներկայություն ունի, այսինքն Դոնալդ Թրամփը կատաղի ձևով ուզում է իր ձեռքը վերցնել այն հիմնականում երկրները, որոնք որ նավթ եւ գազ ունեն, հարուստ նավթի եւ գազի պաշարներ եւ ավելի մոտ են Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Եվ դա պատրաստվում է նա անել ուժի միջոցով։ Ես փորձում եմ շատ անկեղծ խոսել ձեզ հետ, սիրելի հայրենակիցներ, այստեղ ոչ լավի մասին է խոսքը, այստեղ ոչ վատի մասին է խոսքը, ընդհանրապես ես լավ եւ վատ հասկացողություններով վաղուց չեմ առաջնորդվում, դա մանկական մոտեցում է հիմնականում, այս երկիրը լավն է, այս երկիրը վատն է, մենք բոլորս էլ ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, որ երկրները առաջնորդվում են իրենց սեփական շահերով կամ երկրների ղեկավարները կոնկրետ որպեսզի երկար մնան իրենց իշխանության, առաջնորդվում են իրենց անձնական շահերով, մեկ-մեկ անտեսելով նաև իրենց երկրների իրավունքները, արի կանոններ չտանք, ինձանից շատ լավ դուք ավելի գիտեք։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ ավելի շատ է առաջնորդվում իր ազգային եւ պետական շահերով, չնայած հիմա այնպիսի առաջնորդ ունի, որը որ նաեւ իր շահերով նույնպես է առաջնորդվում, բայց համակարգը այնպես է այնտեղ կառուցված, որ առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերն են միանշանակ, այսպես թե այնպես։ Եվ այդ ամենից ելնելով, սիրելի հայրենակիցներ, ես շատ պարզ տեսնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կոպիտ, կոշտ կամ շատ ամուր ձևով, չեմ կարող ասել, որ խոսքն է ավելի հարմար այս պարագայում, վերադառնում է ավելի լուրջ խաղի մեջ եւ դառնում է ոչ միայն աշխարհակարգ թելադրողը, աշխարհակարգ թելադրող էր Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ երկար տարիներ եւ հատկապես Խորհրդային Միության անկումից հետո, բայց ավելի ագրեսիվ ձևով է հիմա վերադառնում որպես այդ աշխարհակարգի միակ լիդեր, հզոր երկիր։ Եթե վերջին տարիներին փոքր թույլ էին թողել, հիմա շատ արագ եւ շատ ամուր տեմպերով Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնում է այն, ինչ կորցրել էր այս մի երկու տասնամյակների ընթացքում։ Սա է իմ պատկերացումը։ Այս պայմանությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։